Սրտի ռիթմի խանգարումները տարածված խնդիր են, դրանց բուժման կլինիկական փորձն ու նորարարությունները ներկայացվում են էլեկտրոֆիզիոլոգիայի ինովացիաների կոնֆերանսում։ Հաճախ հանդիպողներից նախասրտերի շողացող առիթմիան կամ նախասրտերի ֆիբրիլյացիան է։ Սրտի ռիթմի խանգարումները շատ լուրջ եւ ծանր բեռ են ներկայացնում մեր հասարակության համար։ Կարելի ասել սիրտանոթային հիվանդությունների մեջ մի կարևոր առյուծի բաժին են վերցնում եւ խլում են կյանքեր, բազմաթիվ կյանքեր երիտասարդ, այլապես առողջ մարդկանց, ինչպես նաեւ տնտեսական իմաստով նույնպես լուրջ բեռ են ներկայացնում, քանի որ բերում են զգալի հաշմանդամության։ Մեր միջոցառման նպատակն է համախմբել բոլոր ուժերը առկա թե մեր երկրում, թե մեր միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կերպով պայքարել ռիթմի խանգարումների դեմ։ Կոնֆերանսին մասնակցում են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Նիդերլանդներից, Ռուսաստանից ու Վրաստանից։ Իրենց զեկույցներում ներկայացնում են սրտի ռիթմի տարբեր խանգարումներն ու դրանց վարման մեթոդները։ Առաջ անգամ է նման ֆորմատով անցկացվում, էլեկտրոֆիզիոլոգիայի հատուկ շեշտադրումով նման միջոցառում Երևանում եւ առաջինն է այս տարի եւ հուսով ենք որ ամեն տարի կկրկնվի եւ ես ինքս ներկայացնում եմ մի քիչ ավելի մոդեռն թեմա, որը որ կապված է արհեստական բանականության հետ եւ դրա դերը էլեկտրոֆիզիոլոգիայում ռիթմերի, սրտի ռիթմերի, EKG-ի դիագնոստիկ մեթոդների հետ կապված։ Արդյոք արհեստական բանականությունը ի վիճակի է վերլուծել EKG-ն եւ ճշգրիտ պատասխաններ տալ։ Դեռևս ոչ, բայց կան գործիքներ, որոնք կարող են հասկանալ ու բացատրել EKG-ի որոշ տվյալներ, նշում է բժիշկը։ Սա կրթական ներուժով լի հանդիպում է, ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցելու եւ խոսելու փորոքային տախիկարդիաների, սրտային աբլացիաների մասին։ Հայ գործընկերների հետ մեր գործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Փորձի փոխանակումը մեր մասնագիտության մեջ անչափ կարեւոր է։ Բժիշկները հիշեցնում են, աշխարհում 4 հոգուց մեկը իր կյանքի ընթացքում կարող է ունենալ շողացող առիթմիա, լուրջ հետևանքներով սրտային անբավարարություն, ինսուլտ, հաշմանդամություն։ Համաժողովի ավարտին մասնակիցներին կտրվի 7 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։ Նարե Ոսկանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։